Այս խնդիրը շատերին է անհանգստացնում ու հատկապես սկսնակներին։ Այս հոլովակում պարզաբանելու ենք, թե ինչ սխալների հետևանքով է առաջանում այս խնդիրը եւ ինչպես խուսափել այդ սխալներից։ Ողջույն, ես Նունեն եմ եւ դուք գտնվում եք առաջին հայալեզու մատնահարդարման YouTube-յան ալիքում։ Միշտ շեշտում եմ, որովհետեւ լինում են շատերը, ովքեր բացառապես առաջին անգամ են տեսնում ալիքս ու զարմացած նայում են ու անգամ զարմանում են, թե ոնց է եղել, որ մինչեւ հիմա չի հանդիպել այս ալիքը իրենց։ Այն դեպքում, երբ արդեն մի քանի տարի է ինչ իմ ալիքը կա։ Իսկ հիմա սկսենք կարելի ասել ամենաբարդից նախկին նյութի հեռացումից նմանատիպ պոկված եղունգի դեպքում, որը շատերի մոտ կարող է ցավոտ հեռանալ եղունգի վրայից կամ թռնել կամ կոտրվել եւ անգամ վնասվածք կարող է հասցնել։ Այստեղ մենք տեսնում ենք, որ մինչև եղունգի կեսը պոկված է նյութը։ Տակը կա բնական եղունգը, իսկ նյութը պոկվել է։ Դրա համար պահում ենք վերևի հատվածից ձիգ սեղմած եւ մաքրում ենք միայն ներքևի հատվածը։ Եվ միայն դուք այս этаպում տեսեք, եթե դուք ներքևի հատվածը մաքրում եք, ինքն իրեն հանգիստ դուրս է գալիս առանց ցավեցնելու, առանց պոկելու, առանց քաշելու։ Իդեպ նաև ինձ հանդիպել է, որ սկզբում բազայով կպցնում են եղունգի վրա, հետո նոր հեռացնում են, դա նույնպես սխալներից մեկն է։ Հարկավոր չէ, կարիք չկա, այն էլ այն դեպքում եւ շատ ավելի հեշտ հեռացնելու ձև կա։ Ընդհանրապես պոկված հատվածից մատի օգնությամբ ֆիքսված պահում ենք եւ հեռացնում ենք կպած հատվածը։ Երբ որ դուք կպած հատվածը հեռացնում եք, վերևի պոկվածը ինքն իրեն անջատվում է։ Այստեղ ունենք կոտրվածքներ, երկու հատ մի կողմից, մեկ հատ էլ մյուս կողմից, եւ ասեմ, որ միշտ կրկին ապշել եմ, երբ որ այս կոտրված եղունգը կտրում են, հեռացնում են, նորը լցնում են։ Բացառապես կարիք չկա, եթե դուք կարող եք ավելի արագ գործողություններ կատարել ու ավելի հուսալի ու ամուր եղունգ ստանալ։ Իդեպ ես նկատել եմ, որ մատնահարդարները երբեմն շատ են սիրում զուտ գործը, կարծես թե երկարացնել անիմաստ եւ կատարել այնպիսի գործողություններ, որոնք ավելի շատ կարծես պարազիտ գործողություններ լինեն եւ անիմաստ խլեն ձեր ժամանակից։ Դուք հիմա այստեղ этап առ этап տեսնում եք, թե իմ հաջորդ գործողությունը որն է, ինչպես նաեւ տեսնում եք Վայլբերիսում արտիկուլները բոլոր պրոդուկտների ինչ որ օգտագործվում է, բայց եկեք անցնենք այն մասին, որ ես հատ առ հատ ձեզ ասեմ, թե ինչ սխալի պատճառով կարող է առաջանալ այդպիսի մեծ ածլոյկա վերևի հատվածից։ Առաջին սխալներից մեկը կարող է լինել, երբ որ դուք կուտիկուլայի խորը մաքրման ժամանակ եղունգի վրա կպած մեռած մաշկը բծիրեգյաները լավ չեք հեռացնում եւ այդտեղ ինքը ուղակի թեթև եղունգի վրա կպած է։ Բնականաբար, եթե դրա վրա եղավ նյութ, չորացավ լամպում, մի քանի օր էլ կրեց հաճախորդը, այդտեղից հեշտությամբ բացվելու է։ Սա մեկ։ Երկրորդ սխալը, երբ որ նյութը քսելու ժամանակ բարձրանում եք վերև ու կպնում եք կուտիկուլային։ Ես միշտ իմ բոլոր ուսանողներին ասում եմ, եթե դուք սկսնակ եք, ավելի լավ է նյութը մի փոքր հեռու քսեք կուտիկուլայից, այնտեղ 1-2 մմ թող ազատ մնա, մաքուր եղունգը երևա, քան թե բարձրացնում եք վերև, կպնում եք կուտիկուլային ու դրա հետևանքով լիքը խնդիրների առաջ կարող եք կանգնել ընդհուպ մինչև ալերգիաներ։ Երրորդ խնդիրը կարող է առաջացնել բոլորիդ կողմից այդքան շատ սիրված դիգիդրատոր, պրայմեր, ուլտրաբոնդ, բոնդեր եւ այլն, երբ որ այդ ամեն ինչը մի հատ նյութ է, դուք շատ եք օգտագործում դա ու շատ եք սիրում։ Խնդրում եմ բացառեք ձեր օգտագործման մեջ նմանատիպ պրոդուկտները։ Դրա հետևանքով ավելի շուտ ու ավելի հեշտ կարող է պոկվել եղունգի վրայից նյութը։ Իսկ հիմա հարցնում եք, իսկ ինչով սրբենք եւ յուղազրկենք, խնդրեմ ձեր էկրաններին տեսակ։ Կարող եք օգտագործել սովորական բժշկական սպիրտ, սկսած 72%-ից ցանկալի է 96 կամ Nail brand-ից վերցնել մատնահարդարման եւ ոտնահարդարման համար նախատեսված իզոպրոպիլ սպիրտը։ Այստեղ ճաքերի վրա եղունգը չորանալուց հետո դնելու եմ կամ բազա կամ կերատին եւ վրան դնում ենք ընդհանրապես փոքրիկ փնջով կտրված ապակյա թելիկներ։ Դուք այդ ապը հիմա կտեսնեք։ Իսկ ես անցնեմ 4-րդ սխալին, ու դա այն է, երբ որ դուք յուղազրկում եք եղունգը եւ չեք սպասում, որ լիարժեք չորանա, ու վերցնում եք այդ խոնավ եղունգի վրա, քսում եք նյութը։ Բնական է, որ ծածկույթը չի հասցնում կպնել բնական եղունգի վրա, որպեսզի երկար ժամանակ հաճախորդը կրի առանց խնդիրների։ 5-րդ ամենատարածված սխալը։ Ես վստահ կարող եմ ասել, որ բժշկական սպիրտը ես եմ մցրել ասպարեզ այն առումով, որ միշտ տեսնում եմ, որ բոլոր մատնահարդարները տարբեր տեսակի կլինսերներ են օգտագործում եղունգների մակերեսը սրբելու համար, իսկ ես միշտ ասում էի, որ դրանց մեջ կա գլիցերիններ, գունանյութեր, հոտավորիչներ եւ այլ այնպիսի էլեմենտներ, որոնք խանգարում են, որ նյութը լավ կպնի ձեր եղունգի վրա։ Օգտագործեք զուտ, մաքուր, անվտանգ բժշկական սպիրտ։ 6-րդ սխալը, որը պետք է բացատրեմ, մի փոքր երկար կարող է տևել, բայց շատ կարևոր է, որն էլ պարզ երևում է հենց այս եղունգների վրա։ Միգուցե շատերը առաջին հայացքից չնկատեցին, հատկապես սկսնակները, բայց ես ցույց կտամ։ Կարող եք նկատել, թե որտեղ է գտնվում նյութի գերակշիռ մասը։ Այս հատվածում իրավունք չունի նյութը լինել այսքան շատ, այն էլ այդքան կոր, երբ որ այս եղունգները հիմա կզարմանաք դեպի վերև աճող եղունգներ են, այլ ոչ թե ներքև կախվող։ Երբ որ նոր եք սարքում եղունգը, նյութի գերակշիռ մասը ահա այս
կանաչ սլաքով ցույց տված հատվածում պետք է լինի, որպեսզի 1 ամսվա ընթացքում աճելու ժամանակ իջնի ու հայտնվի այստեղ, իսկ սա ստրեսային զոնան է, ահա հենց այստեղ են ամենաշատը երկու կողմերից առաջանում ճաքեր ու կոտրվածքներ։ Իրականում էլի կարող եմ թվարկել սխալներ, որոնք չնչին են թվում, բայց այդպես վատ ազդեցություն կարող են ունենալ ձեր գործի վրա, բայց եկեք շարունակենք ու հասկանանք, թե ինչ անել, որպեսզի խուսափենք նմանատիպ խնդիրներից։ Անցնենք 7-րդ սխալին։ Միշտ շատերը ուշադրություն չեն դարձնում, թե ինչ բազա օգտագործեցին այս եղունգի վրա։ Արդյոք տվյալ բազայի կազմությունը համապատասխանում է այս եղունգի կառուցվածքին ու տեսակին։ Այս էտապը 95% մայստերների բաց է թողում։ Բախտի բերմամբ է ընտրում նյութը եւ բախտի բերմամբ էլ կատարում է տվյալ աշխատանքը։ Եթե աշխատում եք այնպիսի եղունգների հետ, որոնց վրա նյութը բավականին վատ է մնում, շուտ է կեղևազատվում եւ հեշտությամբ դուրս է գալիս, օգտագործեք բազայից առաջ կերատին։ Այն տեսնում եք ձեր էկրաններին եւ չունեն բոլոր բրենդները այս կերատինից առկա է Nunail բրենդում, կարող եք ձեռք բերել եւ մեր Instagram-ի էջից եւ Viber-ից։ Անցնում ենք 8-րդ սխալին։ Ուրեմն տեսեք, հիմա երբ որ կաթիլը դրեցի, ձեռքը թարս ենք պահում ու վրձնի օգնությամբ տեսեք եզրի վրա նյութը կլորիկ է ու շատ։ Վրձնի օգնությամբ այն տանում եմ այն հատված, այսինքն apex-ի վրա, որտեղ որ ինձ անհրաժեշտ է, ընդամենը։ Իսկ շատերը այս էտապը բաց են թողնում, նյութը հայտնվում է եղունգի եզրի վրա եւ մեզ թվում է թե այն ծանրություն չէ, բայց մեզ համար ծանրություն չէ։ Իսկ այդ 1 մմ-անոց էլ չկա մեր եղունգը երևի թե այդ փոքրիկ եղունգի համար ինքը բավականին ծանր նյութ է ու այդ իսկ պատճառով եզրում ծանրանում է, արմատում պոկվում։ 9-րդ սխալը։ Դուք նկատեցիք, որ եղունգը արդեն իսկ ուներ ճաքեր, թեփուկներ եւ ես դրանք վերանորոգեցի ապակյա թելիկների օգնությամբ։ Որքան էլ հուսալի եւ ամուր մեթոդ է դա, միևնույն է անհրաժեշտ է հավելյալ ամրեցնող նյութի։ Այս դեպքում սովորական գելակ չենք անում։ Սովորական գելակ նշանակում է բազա գույն տոպ։ Այլ վերցնում ենք եւս որևիցե ամուր լիցքանյութ, որի օգնությամբ կառուցում ենք մեր եղունգը։ Այս դեպքում ես օգտագործել եմ Nunail բրենդի գելը, կառուցողական գելը, որի օգնությամբ ամրացավ մեր բնական եղունգը։ Սխալ 10-րդ։ Բոլոր գործողություններն անում եք, խարտում եք, վերջացնում եք, հետո նոր նյութերը քսում եք։ Իսկ ես առաջարկում եմ, որ խարտեք ամենավերջում տոպից հետո։ Միշտ տոպից հետո խարտված եղունգը ունենում է ավելի իդեալական եզր, ավելի կոկիկ կառուցվածք, եզրը եւս մեկ անգամ ավելի նրբանում է, թեթևանում է մեր եղունգի համար, որն էլ իր հերթին մեզ կպաշտպանի եւ թույլ չի տա, որ եղունգը ծանրանա եզրում ու պոկվի վերևի հատվածում։ Սխալ 11-րդ, որը թերևս կրկին ամենակարևորներից մեկն է՝ նյութերի չորացման process-ը։ Նյութերը պետք է լամպում չորանան լիարժեք։ Լամպը, եթե դուք հաճախ եք սպասարկում հաճախորդների, պետք է փոխել շատ հաճախ, նորացնել, 3-ից 6 ամսվա ընթացքում պետք է նորացնել, եթե ամեն օր ունեք շատ հաճախորդներ, որpիսի ձեր նյութը հասցնի լիարժեք ու նորմալ չորանալ։ Եթե այն թաց է մնում, բնականաբար հեշտությամբ էլ պոկվելու է եղունգի վրայից։ Ու սխալ 12-րդ, հարգելի հաճախորդներ, սա ձեզ է վերաբերվում։ Խնդրում ենք ժամանակին մոտենալ մատնահարդարման։ Մի պահեք այդքան երկար ձեր եղունգները, մի թողեք որ այդքան շատ ժամանակ անցնի, որովհետև վերջում կրկին դուժելու եք դուք։ Ջարդվելու են եղունգները, լինելու է ցավոտ, սարքելու process-ը տևելու է երկար, խլելու է ձեր ժամանակից, ինչպես նաև հավելյալ վճարելու եք մայստերին վնասված գործողությունները վերականգնելու համար։ Էնպես որ այս բոլոր էտապներին դարձրեք ուշադրություն եւ արդյունքում կունենաք իդեալական, սիրուն, կոկիկ նուրբ ու շատ որակյալ եղունգներ, որ ամեն տեսնողը հարցնելու է, «Էս որտեղ ես սարքել եղունգներդ»։ Մի խոսքով, շնորհակալ եմ, որ հետևեցիք հոլովակին, այսօրվա համար այսքանն էի նախատեսել ու իդեպ ասեմ, արդեն սա այս տարվա լրիվ նոր նկարահանված հոլովակ էր, կարծում եմ կուրախանան իմ հետևորդներ, որովհետև վաղուց նկարահանումներ չէի ունեցել։ Ես ասում եմ իմ ակտիվ գործունեությանը, այնպես որ կհանդիպենք հաջորդ հոլովակներում։ Ու եթե դեռ չեք հասցրել գրանցվել փետրվարի 1-ից սկսվող մեր օնլայն դասընթացին, որի 2 ամսվա համար վճարել եք ընդամենը 25000 դրամ, ուրեմն կամ հենց հիմա շատ արագ գրանցվեք, կամ էլ արդեն կարող եք սկսել ապրիլի 1-ից սկսվող խմբին միանալը։ Ասեմ, որ ամեն ամսվա սկզբից մենք ունենալու ենք նույն խմբից, այնպես որ կարող եք գրել իմ Instagram-ին եւ միանալ դասընթացներին, իսկ սրանք նախորդ շրջափուլերի ուսանողների փաստաթղթերն են։ Կհանդիպենք։